լավերն ընդունելու համար եւ այսպես մի քանի թեմաներ էին առանձնացրել։ Դուք տեսաք թե 3 շարաչորը ինչ տեղի ունեցավ, արդեն չգիտեմ, ծայրահեղ քայլեր, այսպես ասել, որ ծայրահեղ քայլեր էին, հա։ Հայ-Արաքելական եկեղեցու հետ կապված, կոնկրետ մի շարք բարձրաստիճան հոգևորական հետ կապված քրեական գործեր ունեցին եւ անգամ թույլ չտվեցին, որ վեհապար հայրը դուրս գա այստեղից։ Խնդրեմ, այս ինչով է սա պայմանավորված եւ նաեւ տեսակետ կա, որ վերջին հայտարարությունները Ալիևի շատ մտահոգիչ էին եւ այս իշխանությունը խնդիր ունի, որ հնարավորինս զբաղեցնել, որպեսզի այդ թեմաները հրապարակ չգան եւ ժողովուրդը շարունակի մոլորված մնալ, այսպես ասած, խաղաղության թեզի տակ, ինչով որ փորձելու են նորից գալ մոլորեցնել մեր ժողովրդին եւ գալ իշխանության։ Եկեղեցու թեման, Ալիևի հայտարարությունները եւ եթե հարկ կհամարենք, խնդրեի նաեւ ոգևորություն արևմուտքով եւ Էվենսի այցով եւ մենք ինչ տեսանք։ Խնդրեմ։ Այս թեմայով առաջին հերթին անդրադառնանք Արշակ Սրբազանի պաշտպանի Արսեն Բաբայանի հայտարարությանը երեկոյան արեց հրապարակում, որով ինչ պարզվեց, որ 3 տարբեր երկրներում, այսինքն միջազգային էքսպերտիզայի արդյունքում պարզվել է, որ Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները բովանդակությանը չեն համապատասխանում։ Սա ինչ է ցույց տալիս, որ գործ ունենք հերթական կեղտոտ քարոզչական աշխատանքի հետ եկեղեցու նսեմացնելու ուղղությամբ։ Ամեն ինչ սկսվեց դեռևս 2019 թվականին, դեկտեմբեր ամսից, արդեն երբ որ Արայիկ Հարությունյանը ոչ թե աշխատակազմի ղեկավարն էր, այլ կրթության ԿԳՄՍ նախարար էր, այդ ժամանակ նախագիծ շրջանառվեց հայոց եկեղեցու պատմության առարկան, դպրոցից հանելու համար, այդ ժամանակ նաև բողոքի մեծ գործողություններ եղան, նստացույցեր եղան, Դաշնակցության երիտասարդական թևը ակտիվ պայքարի մեջ էր այդ ժամանակ, օրերով այնտեղ քնում էին գիշերները եւ այլն, բայց արդյունք չտվեց։ Դրանից առաջ էլ իհարկե պետք է հիշենք այդ նոր Հայաստան, նոր հայրապետը հրաշք շարժումը, այդ 18-ին անմիջապես իշխանափոխությունից հետո տեղի ունեցավ, հետո երբ որ գալիս ենք արդեն տեսնում ենք շողակաթին եթերից զրկել, գնդերեսների ծառայությունից ազատել, եկեղեցու հետ գույքի հետ կապված, որ անհատույց օգտագործումից զրկելը, սրանք քայլեր են, որոնք ցույց են տալիս, որ ամենևին այն չի, ինչ որ իշխանական քարոզչությունը փորձում է ցույց տալ, մենք գործ ունենք ինստիտուտի, եկեղեցու դեմ պայքարի հետ, ոչ թե ինչ որ անձերի, ինչ որ հոգևորականների, ինչպես ՔՊԱ-ական քարոզչությունը փորձում է ցույց տալ, այլ հենց ինստիտուտի դեմ պայքարա, մեր ինքնության դեմ, ինքնության հենասյան դեմ պայքարա տեղի ունենում։ Այսին նշած բոլոր կետերը 5-6 կետով մենք կարողանում ենք պատկերը ամբողջական ստանալ ու հասկանալ, որ ինստիտուտի դեմ է պայքարը։ Սրանից բացի նաև ինչ տեղի ունեցավ, այն հոգևորականները, ովքեր պատրաստ չէին իշխանության հետ որևէ համագործակցության, աստիճանաբար հերթով ձերբակալեցին առաջինը Բագրատ Սրբազանը, հետո Միքայել Սրբազանը, հետո Արշակ Սրբազանը, հետո Մկրտիչ Սրբազանը, այսինքն այն հոգևորականները, որոնք ամուր կանգնած են եկեղեցու կողքին, ուղղակի մեկուսացվեցին, ձերբակալվեցին ու 10 տիրադավերի խումբ առաջացավ, որոնք սկսեցին համագործակցել եկեղեցու հետ։ Սա իր հերթին ցույց է տալիս, որ ամենևին անձերի եւ բարքերի դեմ խնդիր չի։ Կոնկրետ եկեղեցու դեմ է խնդիրը, որովհետև բարքերի դեմ պայքարողը Նավասարդ Կճյանի հետ որևէ տեսակի համագործակցության չէր մտնի, ոնց որ մտել են ՔՊԱ-ականները, արդեն մեծարում են, դրական են գնահատում, մոռանալով թե նախկինում ինչ արտահայտություններ են թույլ տվել հենց նույն Նավասարդ Կճյանի հասցեին։ Սա պատկերը ամբողջացնում է, լրիվ արդեն հասկանում ենք ինչա կատարվում։ Քանի որ վեհապարը շատ ճիշտ, շատ խոհեմ քայլերով շարունակում է իր դիմադրությունը, աստիճանաբար ՔՊ-ի բոլոր այս քարոզչական փուշիկները հերթով պայթում են եւ ամեն անգամ փորձում են մի նոր կեղտ գտնել, մի նոր արտահայտություն գտնել, մի նոր հարձակման ուղղություն գտնել։ Վերջինը արդեն Ալեն Սիմոնյանի այս ռուսական ընդդիմադիր դոժդ հերոստա ալիքին տված հարցազրույցն են, որտեղ արդեն լրիվ չափերն անցավ ու անհասկանալի, չգիտեմ, դատապարտելի, խիստ դատապարտելի արտահայտություններ թույլ տվեց։ Այստեղ ես ավելացնեմ ներողություն, տեսեք,
Իրականում ինչ խնդիր կա, Գարեգին մեր հայոց հայրապետի հետ կապված շատ աշխատանքներ կան արված, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն, թե ինչ աշխատանքներ հսկայական արվել։ Եթե կարելի է ուղղակի մի քանիսը այս ընթացքում ինչ կարևոր մեծ աշխատանքներ են արել, ես sense համակարգված ուղղակի շատը դրա համար պետքա sense ցույց տամ, տեսեք, սոցիալական ծրագրեր դեռևս 1988 թվականից գործել են ծնողազուրկ երեխաների աջակցության ծրագրեր։ Հիմնադրվել են բարեգործական ճաշարաններ, այս պահին գործում են 5 բարեգործական ճաշարան։ Այդ ճաշարանների ստեղծումից հետո արդեն ավելի աշխատանքները համակարգված տանելու համար 2014 թվականին ստեղծվել է Մայրաթորի սոցիալական ծառայության գրասենյակը, որով համակարգում է այս բոլոր աշխատանքները։ Պատերազմից հետո 2020 թվականի պատերազմից հետո այդ հենց նույն գրասենյակի սոցիալական ծառայության գրասենյակի միջոցով արցախցիների համար ապահովել է նյութական աջակցություն, ապաստանների տրամադրում, արդեն 23 թվականից հետո բռնի տեղահանված արցախցիների համար նույնպես իրականացվել է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինվորականների բուժման կազմակերպում արտերկրում բավականին թանկ մեծ գումարների հետ կապված ծրագրեր, պրոթեզավորման եւ այլն։ Վաղաշապատում ստեղծվել է սոցիալական ուղղվածության մատանաբուժական կենտրոն, հիմնել են մանուկների խնամքի կենտրոն։ 1989 թվականին կաթողիկոսի նախաձեռնությամբ հիմնադրվել է Վազգենյան հոգևոր դպրոցը։ Գևորգյան հոգևոր ճեմարանը վերակազմավորվել է որպես պետական ճանաչված աստվածաբանական համալսարան։ Հիմնադրվել է քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը այս պահին գործունեություն է ծավալել 56 հանրակրթական դպրոցներում։ 1992 թվականից դեռևս երբ որ վեհապարը չէր դարձել վեհապար, նրա նախաձեռնությամբ կատարվել են պիոներ պալատները, հիշում եք, այդ կենտրոնները դարձան մի մասը դրանց կազմավորվեց 100 տների, զբաղվում են երեխաների գեղագիտական հոգևոր դաստիարակության ծրագրերով։ Այս պահին վեհապարի կողմից նախաձեռնել է Մայրաթորի տարածքում Թումո կենտրոնի ստեղծման աշխատանքներ։ Վեհապարի գահակալության տարիներին 8 նոր թեմեր են ստեղծվել։ Ստեղծվել է Ֆրանսիայի թեմը, ստեղծվել է Բալթյան երկրների թեմը, Արթիկի թեմը, Վայոց ձորի թեմը, Տավուշի թեմը, Մասյացոտնի թեմը, ինչպես նաև Բալկանյան երկրներում հայրապետական պատվիրակություն է ստեղծել։ 2000 թվականին ստեղծվեց հոգևոր ծառայությունը գներեսների ինստիտուտը հուշագրով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին համագործակցությամբ ստեղծվեց։ 2001 թվին հիշենք կառուցվեց Հայաստանի ամենամեծ եկեղեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի օծումը վեհապարը կատարեց։ Բացի դա 2007-ին հիմնվել է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կենտրոն։ Շատ պարզ, եկեք հիշենք մոտ 20 տարի առաջ, ովքեր տարիքը թույլ է տալիս, թող հիշեն, եկեղեցական տոների հետ կապված մոտեցումը ինչպեսին էր Հայաստանում, ու հիմա ինչպեսին էր։ Բազմաթիվ չգիտեմ, նորապսակների օրհնության օր եւ այլ, հիմա հիշեք այն ժամանակ օրինակ Զատիկը հատկապես հերավոր մարզերում, ես Սյունիքից եմ, այնտեղ համարյա ընդհանրապես չէր նշվում, հիմա արդեն շատ մեծ շուկով մեծ համապատասխան ձևի նշվում է։ Եկեղեցաշինության ընդհանրապես ոլորտում ինչքան մեծ աշխատանքներ են կատարվել, Գեղարդի, Խորվիրապի, Սուրբ Գայանեի, Սուրբ Հռիփսիմեի, Հաղարծինի, Տաթևի վանքերը բոլորում վերանորոգման աշխատանքներ են կատարվել, դու բոլորը տեսնում ես, թե բացի դա ինչքան շատ եկեղեցիներ են կառուցվել։ Հիմա ինչ պետք է անի կաթողիկոսը, սոցիալական ոլորտում աշխատանք, փաստացի թվարկեցինք։ Կրթական ոլորտում, հոգևոր կրթական ոլորտում թվարկեցինք, եկեղեցաշինության մեջ թվարկեցինք։ Էլ ինչ պետք է անի, այսինքն կաթողիկոսի գործառույթից բխող բոլոր ուղղություններով աշխատանքը արվել է։ Ու այս առումով անխոցելի է ինքը որպես կաթողիկոս։ Եվ կհաջողվի իրեն, թե ոչ, հիմա, չգիտեմ, մենք դա ինֆորմացիա չունենք, սկսել են, չեն սկսել, ու 16-ից 19 պիտի կայանա, եւ ինչին կա միստերիայի մեջ գնաց այդպիսի ծայրահեղ քայլերի Նիկոլա։ Այստեղ կարծում եմ դեր խաղաց Սփյուռքի ազդեցիկ շրջանակներից 8 գործիչների կողմից
հայտարարությունը, ես նայում եմ այս ամեն ինչին այն տրամաբանության մեջ, երբ որ ամռանը հունիսին Սամվել Կարապետյանի հայտարարությունը եղավ, այսինքն նայում եմ որպես դրա շարունակություն, որովհետև այդ անձինք, ովքեր հայտարարություն արեցին, շատ ազդեցիկ դեմքեր են, Նուբար Աֆեյան եւ այլը, բոլորը իրենց երկրներում մեծ ազդեցություն ունեցող, մեծ հեղինակություն վայելող հայկական կազմակերպություններում, նաեւ այն երկրներում, որտեղ որ ապրում են, ազդեցիկ դեմքեր են, ու իսկապես դրանից հետո շատ մեծ ես հետևում եմ արձագանքներին, թե ԿՊ տարբեր գործիչներ զգացում եմ, որ շատ ծանր են տարել ու երևի առիթներից մեկը այս նոր հիստերիայի հենց այդ հայտարարությունն եղավ։ Հիմա շատ կարևոր է, որ Սփյուռքի տարբեր կառույցներ երեք արդեն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգողներից Մուրադ Փափազյանը հայտարարություն տարածեց, ոնց որ շարժում է սկսում Սփյուռքում արդեն, ընդլայնվում է ու ցանկալի կլինի, որ այս շարժումը ավելի ընդգրկուն դառնա, ավելի ինչքան կազմակերպություններ կան, անհատներ կա, միանան ու հստակ պահանջ ձևակերպի, որ դադարեցնեն եկեղեցու դեմ ոչ թե սա արշավ է, այլ բացահայտ հալածանք։ Եկեղեցու թե սա նաև շատ ավելի կոնկրետ հայության դեմ, որտեղ շատ է ասում, որ մի հատ համաշխարհային ցանցային կառույցն է մնում եւ ազդեցիկ, նաև այս նպատակը։ Տեսեք, ցանկացած հայի ասեք նկարագրի Հայաստանը մի քանի բառով։ Եթե ոչ առաջինը, երկրորդը, երրորդը ասել է մեր եկեղեցին։ Այսինքն ենթագիտակցական մակարդակում, բոլոր մակարդակներով մեր ինքնությունը մեր եկեղեցին է։ Ու այս հենց ցույց է տալիս, որ եկեղեցուն հարվածելով մեր ինքնության դեմ հալածանքներ են կատարվում, արդեն գիտենք թե պատվիրատուներն են ովքեր են։ Շատ լավ, եւ նախորդ հարցերը, սա Ալիևի հայտարարությունը, արևմուտքով հիացածները, Վեսի այցը, ինչ է մեզ սպասում ատոմակայանի փակվելու հարցը բարձրացնելը, խնդրեմ։ Տեսեք, երբ որ հետևում ենք Ալիևի գործունեությանը ու երբ որ նայում ենք ստեղ ինչ է կատարվում, տրամաբանորեն հակառակ լրիվ բաների մասին է խոսքը։ Այսինքն Ալիևը մեզ համեմատում է նացիստների հետ, խոսում է արևմտյան Ադրբեջանի վերադարձի մասին եւ այլ, ուստեղ միշտ ամեն ինչին ասում են խաղաղություն։ Ով է ինչ-որ գիտակից բանական մարդ կա, ով տեմա խաղաղությանը, բայց դիտավորյալ ժողովրդի զգոնությունը թույլատնում են, անդադ թույլատնում են, իսկ Ալիևի ռետորաբանությունը չի թույլանում, շարունակաբար այն ձևի ոնց որ խոսել է պատերազմից ամիջապես հետո, իրանց ոնց այդ հաղթանակով հարբենալու ինչ-որ վիճակներ է, այդ ռետորաբանությունը բացարձակ չի փոխվել, նայում ես 45%-ով իրենք իրանց ռազմական բյուջեն մեծացրել են, այդ հասկանանք, ինչի համար է մեծացրել, այդ ոնց կարա խաղաղությանը նախապատրաստող պետությունը մեծացնի ռազմական բյուջեն, տրամաբանություն չկա բացարձակ, կամ խաղաղության գնացող պետությունը պատանդներ չի պահում իր մոտ ու մի հատ էլ ասի նացիստներ են, սրանք համեմատի Նյուրնբերգյան դատավարության հետ եւ այլ, սրանք կոնկրետ փաստեր են, որոնք ցույց են տալիս, որ չկա որևէ նշան, որ Ալիևը նախապատրաստում է խաղաղության։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Իրենք հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը ծառայում է բացահայտ իրենց, նախընտրական շրջանում սկսել են աջակցել Նիկոլ Փաշինյանին, կոնկրետ օրինակ ադրբեջանական բենզինը, դա ընտրակաշարք է։ Ընտրակաշարք, որ մարդիկ այդ էժան բենզինի համար գնան ու իրենց քվենտան Նիկոլ Փաշինյանին, ասենց այս պահին ինչ-որ խաղաղ վիճակ կա սահմանին եւ այլ, բայց դա չի նշանակում խաղաղություն։ Պետք է հիշենք, որ 18-19 թվերին էլ խաղաղ, համեմատաբար խաղաղ վիճակ էր, բայց հետո ինչ եղավ։ Ամենաշատ պատերազմ Հայաստանում եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ 5 պատերազմ ու ռազմական գործողություն է տեղի ունեցել։ Հիշենք Տաուշյանը 2020 թվականի ամռանը, հետո արդեն սեպտեմբերյանը 20 թվականի 44-օրյան, հետո Սյունիքի ուղղությամբ 21 թվականի հարձակում, հետո 22 թվականին հարձակում, հետո արդեն Արցախի դեմ ռազմական գործողությունները։ Մի րոպե, ոնց է լինում, որ մարդիկ, ովքեր խոսում են խաղաղությունից, 5 հատ ռազմական գործողություն է տեղի ունեցել։ Եկեք նայենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները, 10 տարի։ 10 տարի եղել է կայուն խաղաղություն։ Հիմա իրենք ասում են նախկին իշխանության ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանը եւ պատերազմ բերող են, իսկ մենք խաղաղություն բերող ենք։
Էլավ տենց ոնց կարելի է բացահայտ խաբել մարդկանց, չի կարելի։ Կա փաստ, 5 պատերազմ Նիկոլ Փաշինյանի ժամանակ, 0 պատերազմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Հիմա կարող է Ռոբերտ Քոչարյանը նույն սխալներն անել այն ժամանակ պատերազմ չլներ, ինքն էլ դուրս գար մի քանի դիր գրավեր տաուշում, հետո 72 հոգու կոչում տար։ Ադրբեջանում նայում են, չէ՞, այնտեղի ժողովուրդը նայում է, ինչ է կատարվում։ Ու ասում են ոնց մենք այդ պարտվել ենք, մի հատ 20 թվականի հունիսին Տաուշյան դեպքերով պարտվենք, հայերը տենց չի կարելի գրգռել, ոչ մի տենց արդարություն այն ժամանակ չի արվել։ Նիկոլ Փաշինյանը եղել է միակ նախագահ Հայաստանի, որ Սևրի դաշնագրի հետ կապված պետական կառավարության մասշտաբով հայտարարություն է տարածել։ Էս էլ արել են Թուրքիային գրգռելու համար։ Այսինքն իրանք արել են քայլեր, բերել են պատերազմ, հիմա են ընկել են Հայաստանի հայտարարությունը։ Էդ էլ իր հերթին Արցախ Հայաստան է հայտարարել ոգևորված տենց հետո ինչ։ Հետո գնում են Պրահայում ճանաչում են Ադրբեջանի մաս։ Չկա խաղաղություն, չի կարա Նիկոլ Փաշինյանը բերի։ Այս լրտվության չափաբաժին էլ այդ ամենով հանդերձ ասում են, այդ պատերազմները դրանք խաղաղություն են, այդ պարտությունները դրանք հաղթանակներ են, չէ՞ ինչ են հայտարարում։ Պարտությունը Նիկոլն ասեց բոլորը բանը, Ալենն ասում է բոլորը չհոգնեք իրար շնորհավորել, դու գոնե հասկանում եք ինչ է եղել։ Ասենք դեպի հասկանանք, էլի որ Արցախի գործանումը դա շնորհավորում են, անկախության օրն է ասում են, այդ օրը Հայաստան, այսինքն ոնց կարա բանական մտածող մարդը ասի, երբ որ մենք հաղթած էինք, անկախ չէինք, երբ որ պարտվել ենք, անկախ ենք, անտրամաբանական։ Չէ, բայց տեսնում եք, չէ, կարողանում է, չէ, այն ամենալի ունեն քարոզչական, բացառիկ քարոզչական ունեն այդ ենթակառուցվածքներ, կարողանում են մարդկանց ուղեղները լվան ու այդ աբսուրդները մարդկանց մոտ մտցնեն, բայց այդ ամեն ինչը իհարկե խիստ ժամանակավոր է։ Մի օր մարդիկ հասկանալու են։ Տեսնում եք, եւ Նիկոլը երբ ճշնամին շտապում է, դու կարծում եք պատահական է ադրբեջանցիների գալը, թե ասենք հաջորդի բերեն 400 մեքենա ավտոբուս ադրբեջանցի։ Ինչ է կան, իրենց ասելու։ Ու ոնց են պահում իրաց այդ ադրբեջանցիները, գնում են Գյումրի, գնում են տարբեր տեղեր, իրենց պատմական հող են ներկայացնում, տեսեք, երբ որ ցես նուրբ հարթության մեջ նայենք, մի բան է, երբ որ մի հատ պատվիրակություն կա, մի բան է, թե այդ պատվիրակությունը իրան ոնց է պահում։ Էդ էլ է շատ կարևոր։ Լկտի ձևի են պահում իրենց այդ ադրբեջանական պատվիրակության անդամները։ Այսինքն վիդեոներ են անում Երևան, տես ներկայացնում են որպես էս չի կարելի ցենց ուղղակի։ Շատ լավ, եւ վերջին թեման արդեն ներքաղաքական։ Այո, ներքաղաքական հարցերի մասին ոնց որ թե պարզ է դառնում, որ ընդդիմությունը մի քանի ճակատով է գնալու, խնդրեմ ձեր կարծիքը եւ ամենակարևոր քայլերը ինչ պիտի արվի։ Այս բանին ինչ է քաղաքական դաշտում պատկերը։ Կա Հայաստան դաշինք, որը մեծ հավանականությամբ երկու կուսակցություններ, հայ-հեղափոխական դաշնակցություն եւ առաջ աչակենտրոն կուսակցության կողմից կստեղծվի դաշինք, Հայաստան դաշինքը կշարունակի իր գործունեությունը։ Ունենք նորաստեղծ ուժեղ Հայաստան կուսակցությունը, Սամվել Կարապետյանի հիմնադրած, որը իր հերթին երեք արդեն կոնկրետ գործնական հողի վրա տեսանք, որ տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի առաջարկած Առաջարկ Հայաստանի ծրագրի շուրջ համախմբում, ստեղ առաջինը արձագանքեց Մայր Հայաստանը, բայց բացի Մայր Հայաստանից նաև միասնություն շարժումը, որի մեջ մտնում են Հրանտ Բագրատյանի Ազատություն կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը Հայաստանի Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած, նաև այլ հանրային գործիչներ, Նարինե Դիլբանյանին կառուցնացնեմ եւ այլը, իրանք իրենց հերթին արդեն զգացվում է։ Կա Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը Սուրեն Սուրենյանցի, որը իր հերթին արդեն հայտարարել է այդ առաջարկ նախագծի հետ համագործակցության մասին, կա Վահե Հովհաննիսյանի ղեկավարած այլընտրանքային նախագծեր խումբը, ինտելեկտուալ մարդկանց հետաքրքիր նախաձեռնություն, որոնք իրենց հերթին այդ համախմբման մեջ են, ու նաև կան նաև անհատներ, օրինակ կարելի է նկատել, որ առաջարկ Հայաստանի նախագծի տարբեր միջոցառումների մասնակցում են օրինակ օլիմպիական չեմպիոն, բազմակի չեմպիոն Արտուր Ալեքսանյանը, Ծանրամարտուի Հռիփսիմե Խուրշուդյանը, նաև այլ հետաքրքիր ճանապարհ անցած ճանաչում ունեցող մարդիկ, այսինքն տեղի ունենում ըստ էության քաղաքական մեծ փոքր միջին ուժերի ու նաև կարող հեղինակություն ունեցող անհատների համախմբում, սա ես պայմանականորեն, եթե առանձնացնենք Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստան եւ երրորդ բևեր կձևավորեմ, այսինքն դիմադիր 3 բևեր, 4-րդ բևերի ձևավորումն էլ արդեն
իմ ունեցած տեղեկություններով նորաստեղծ ուժերի մեջ կան բանակցություններ, Արման Թաթոյանի միասնության թևեր, Ապրիլի երկիր կուսակցության եւ Հայ-Ակֆեի քաղաքացիական ազգային քաղաքացիական միավորումը, որը արդեն կարծեմ 3 վերակազմակերպվեց կուսակցության, այսինքն նոր ուժերի կողմից ստեղծում է դաշինք, շատ հետաքրքիր է, ես կարևոր եմ համարում, որ մի քանի բևեռով մասնակցությունը, այսինքն այդ հնարավորությունը տալու է մարդկանց, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, ինչ որ անձանց պատճառով իրանց չարթարացնեն, որ այս ինչ մարդուն չենք ուզում, այսինքն արդեն մեծ ընտրություն է առաջանում։ Բացի դա դաշտում կա նաև այլ ուժեր, որոնք իրենց մասնակցության ձևաչափը չեն հստակեցրել, Արտուր Վանեցյանի հայրենի կուսակցությունը կա, որը ակտիվ կուսակցաշինական աշխատանքներով է գնում, Հանրապետականը, որ ունի ընտրական ռեսուրս ու հնարավորություն կա մասնակցելու, մի խոսքով, սենց 4 բևեռներ արդեն կարող ենք առանձնացնել ընդդիմադիր եւ 5-րդի ստեղծման հնարավորությունը կա։ Դրական է գնահատում։ Իհարկե, Ընտրություն է։ ես, շատ դրական եմ գնահատում, սենց է պետք։ Ու այս բոլոր ընդդիմության համակիրները պետքա նկատի ունենան, որ եթե իրենց կուսակցությունը, օրինակ իրենց X դաշինքը հավաքում է 30%, իսկ մյուս ընդդիմադիր դաշինքները հավաքում են 3 ու 9%, օրինակ այդ անցողիկ շեմը չեն հաղթահարում, այստեղ ոչ թե հաղթում են իրենք, այլ հաղթում է ԿՊ-ն։ Սրա համար պետքա այս համագործակցության որոշակի կանոններ պահեն, խոսքը գնում է առողջ մրցակցության մասին։ Առողջ մրցակցությունը հենց ընդդիմության մեջ է դրական է, որովհետև իրանք նայելով մեկը այս ուժը, այսիշ գործողություն անում, իրանք էլ կուզեն անեն, sense կշարունակեն այդ գործողությունները, բայց պետք չի հանկարծ որ իրար սկսեն իրանց ունեցած քարոշչական ռեսուրսներով հարվածներ հասնել, սա եթե օրինակ մի ուժ հավաքի 30%, նորից եմ ասում, մյուսները հավաքեն 3%, 5%, ստեղ ոչ թե հաղթելու է այդ 30% հավաքած ընդդիմադիր ուժը, այլ հաղթելու է ԿՊ-ն, ու այդ մարդիկ անհարմար վիճակի մեջ են հայտնվելու։ Այսօր տեսեք, շատ մեծ քննադատություն կա, չէ՞, նաև Հայաստան դաշինքի տարբեր պատգամավորների հասցեի, բայց այդ վիճակը առաջացել է ընտրության հետևանքով։ Մարդիկ այսօր Հայաստան դաշինքից պահանջում են, որ ինչի ձեր խոստումները չեք կատարել, բայց խոստումները կատարելու համար պետք է իշխանություն վերցնեին, որ կարողանային կատարել։ Իրանք որպես ընդդիմություն իրենց գործը արել են փողոցային պայքարից սկսած, խորհրդարանական աշխատանքով սկսած եւ այլ։ Ինչ որ կարողացել են, ըստ էության արել են։ Շատ մեծ սխալ սուբյեկտիվ քննադատություն կա, հուսով եմ իրանք այդ բոլոր քննադատական կետերին կանրադառնան։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։